Տիկին Ավանեսյան։ Խնդրում ենք Իսկ ինչն է ձեր հարցը, ինչ մեր եք հարցը ակնկալում։ Վարդենիսում է լինի հեմոդիալիզ։ Տիկին Ավանեսյան, Տիկին Ավանեսյան, իսկ որ նորոգում ենք Վարդենիսում հեմոդիալիզ նախատեսում։ Այո, կլինի։ Այս տարի կլինի։ Այս սարքերի գնման process-ի մեջ է։ Իսկ մի հատ խնդրանք է, գութեն չկա բանի մեջ, 16 միլիոնի ծրագիրի մեջ, ինչի չկա։ Դե որովհետև նախկինում չեն սարքել, ընդամենը 3 տուն ա եղել, դրա համար է չենք Չի մտցրել։ լինելու։ Դե հաջորդ փուլում գուցե, եթե հայտեր կան, մի հատ հավաքեք գոնե իմանան կոնկրետ սարքողներ լինելու են, որովհետև էդ էլ սիրուն չի, բաները, քվոտաները դնում ենք, տենց մնում ա եւ կրող։ Մեկ էլ մեր գութի ճանապարհը շատ անմխիթար վիճակում։ Ճանապարհները հերթով կսարքեն, հա։ Նախ շնորհակալ եք, որ եկել եք մեր Վարդենիս մի հատ սպեսի հարցով, էլի, ես վալոր տղա չեմ, Վարդենիսի տղա եմ, էլի։ Գնում ասում եմ գավառ պասպորտի համար։ Եղբայր, այդ հարցը քննարկեցինք։ Պասպորտի շրջիկ կետ կա։ Հետևեք հայտարարություններին, ներքին գործեր, մի րոպե, եղբայր։ Ներքին գործերի նախարարության շրջիկ անձնագրային կետը գալիս է Վարդենիսում կանգնում։ Ինչքան է պետք։ Մի ժամ է պետք, 2 ժամ է պետք, 5 ժամ է պետք, 2 օր է պետք, կկանգնի, ձեր մոտիկ կգնաք կմտնեք, մեքենայա կահավորված Mercedes առել ենք, որ մտնեք, ձեր հարցերը լուծեք դուրս։ Ուղղակի խնդրանք հնարավոր չի, որ բերեն մեր մոտ ասեք Եղբայր, բերում են։ Չունի գալ, ուղղակի Չեք լսում Միած որ դուք եք եկել բանվարչություն, հիմա մի հատ կառավարության որոշման նախագիծ է շրջանը առնում, որում համայնքի քաղաքացիների սպասարկման գրասենյակին որոշակի բաներ պատվիրակելու են, որ համայնքը զբաղվի դրանով։ Նկատի ունեմ, պասպորտ սեղանը գալիս է, կա աշխատանքի կազմակերպման հարցը։ Այսինքն ձեզ որ շենք չի պետք, ձեզ պետք է որ ձեր խնդիր լուծվի։ Mercedes-ը գալիս է, լուծում է ձեր սերքը, հիմա եթե խնդիր կա, որ համայնքային ծառայության գրասենյակը նախնական ինչ որ հավաքի փաստաթղթերը, որ մեքենան գա, միանգամից լուծի, դա կլավացնեն, կլուծվի այդ։ Այսինքն ձեզ ծառայությունն է պետք, էլի շենքը չի պետք։ Մենք ծառայությունը կապահովենք։ Որտեղ ենք գնում, Համայնքա մեքենան գալիս է, քաղաքի կենտրոնում կանգնում է։ Չէ, գավառ 3 անգամ գնում ենք 40։ Բայց հիմա խի եք գնում, ինչ եք գնում։ Հերթը շատ է։ Ինչի մեքենայի մոտ հերթը շատ է։ Տիկին Սարգսյան։ Հələ ձեր անուն ազգանուն ասա։ Արթունյան Վարդը։ Կոնկրետ խնդրում եմ արդեն 2 քաղաքացի Տիկին Սարգսյան, ներքին գործերի նախարարին եմ դիմում։ 2 քաղաքացի արդեն այդ հարցը բարձրացնում են, բայց մենք շրջիկը ունենք։ Խնդրում ենք մի հատ մարդու հետ խոսան, տեսնեն եւ համայնքի հետ էլ խոսան, մարզպետի հետ էլ։ Այդ շրջիկ կետի աշխատանքը ինչով չի բավարարում, որ մարդիկ հարցը բարձրացնում են։ Համեցեք։ Այդ շրջիկը, այդ հասկացողությունը, որ կա եղել է դեր դիմել եմ, փոքր տղայիս համար ազնագիր ստացել եմ, այդ ձեր ասածը աշխատել է համաձայն, բայց մնացած մյուս հարցերում չի։ Ինչ հարցերում։ Պետք է գնանք ասենք, այնտեղ գրանցման հետ կապված։ Շենքի հարցը փակել են, էլի Ժորժ ջան։ Ընտանիքի պետք է։ Էսա ընդհակառակը 27 թվից գնանք մենակ կներեք նախ 27 թվից 26 թվից երկրորդ կեսից կամ 27 թվից բիոմետրիկ անձնագրերն են մտնում, որ ընդհանրապես ամեն ինչ հիմնական մասը on-line ալնելու ազնագրի համար մի անգամ ընդամենը պետք գտնելու գնալ։ Դրա համար բերել շենքեր սարքել այդքան պետական ծախսաներ, բայց ասում եմ տիկին նախարար, մի հատ մարդկանց հետ թող կոնկրետ խոսեն, ձեր անուն ազգանունն է։ Արտուր Օհանյան Արտուրի եւ մեր եւ Վարդանի հետ։ Թող խոսեն, մի հատ հասկանան մարդիկ ինչ իրավիճակներում են, որ չնայած շրջիկը դրել ենք, իրանք ինչի են ստիպված գնալ գավառ, դուք էլ ինձ հետո կասեք, թե իրանք ինչի են ստիպված գնալ գավառ։ Չէ՞ որ մենք դա այդ ծառայությունը ստեղծել ենք, որ ստիպված չլինեն։ Մի հապելել է հասկան համար է, էլի, մենք 2000 թվից ես ապրում եմ մի տան մեջ, որը որ այն ժամանակ, գիտեք ոնց է եղել, էլի, գյուղապետներն բերել են մարդիկ են գրանցել, տարբեր մարդիկ են գրանցել, հիմա չեմ կարողանում սեփականությունորեն, մենք տան մեջ նստած, բերել են իրանք տարբեր մարդիկ են գրանցել, հիմա դրական պատասխանի կներեք, ես դուսատեգամ, դրական պատասխանի խնդրում եմ։ Շատ կարդամ նոր էլ ես գլխից ոնց անձամբ ձեզ եմ խնդրում, պատասխանը օգնականից եմ տալու, ինչ հարցով։ Ինչ հարցով։ 20 թվականից այդտեղ սպանության հարցը որ մինչև Որ ձեր ամուսինը մոտեցել է։ Եթե ոչ, ուրեմն օրենքի մատը խառնա։
Շատ լավ։ Նախարարի, բոլորի դատախազի դատավորների, բոլորի մատախազը 20 թվին նախարար չի եղել, դատախազը դատախազ չի իրոք եղել, չի հավատացեք օրենք գոյություն ես Հասկացա։ պարոն Փաշինյան, ես երկրորդ կարգի հաշվանդամ եմ, հիմա այդ տունն ես եմ 0-ից հավաքել եմ։ Այն ժամանակ ինձ ասել են, որ ինքը թուրքի լքված շինություն է, որպես 90-ականների փաստական, պիտի այդ տունն նվիրատվություն անեին, բայց ղեկավարները այն թվի ղեկավարները Էտո ոլորտի հարցա, Թորոսյանի նախարարության հարցա, մարզպետարանի թե համայնքի։ Կադաստրի։ Հա, բանը գրանցումների հետ է կապված իրանց։ Մի հատ ձեր անուն ազգանունը ստեղացեք, պարոն Թովմասյան։ Բաղմանյան Էլմիրա Սուրենի, Գյուղը Կուկուտ գյուղ, հասցեկա։ հա, հասցեկա, Բալասանյան առաջի փողոց տուն 25։ Մի հատ այդ տան հետ կապված, պարոն Թովմասյան, հասկանանք ինչ խնդիր է, այսինքն ինչ հասկացա։ Վա, ես չեմպիոն եմ։ Ինչի չեմպիոն ես դու։ Ինչի։ Մարլաձեց, շատ ապրես։ Բարև եղբայր։ Լավ եղբայր ջան։ Նկարվենք, ով է նկարում։ Շնորհակալ եմ։ Հա ջան, մի րոպե։ Լավ քաղաքապետ ունենք, որ ռայոնի համար լավ է դատում։ Մենք էլ շնորհակալ ենք, որ եկել եք։ Խի առաջ անգամ եմ ես եկել, քանի անգամ եմ եկել, որ երրորդ անգամն է այս բան, վարչապետելներից հետո որ երրորդ անգամն է այս բան, արդեն հաշիվել չկա։ Փաշինյան, Արի քեզ։ Դրեմ ես դիմումներին մի հատ դենտի պատասխան տվեք դրական։ Վայ մռուտ ջան, սպասի։ Ես է քեզ եմ սիրում։ Ես էլ ձեզ եմ շատ սիրում, երեխեք ջան։ Բարև, ինչ անունը։ Եկելա ձեզ տեսնի։ Բարև Կամո ջան, մի հատ բարև եղբայր։ Լավ եղբայր։ Մի հատ քեզ նվիրեմ սրանից։ Բարև եղբայր ջան։ Մի հատ քեզ էլ նվիրեմ, բայց կուրտք է հաստա, դու էս վերցրու։ Կամոյինն էլ, Կամո ջան, քո կուրտքեն էլ է հաստ։ Արանք նկարվենք։ Հա, իհարկե եղբայր։ Մենք հետ Հա ջան։ Ով է նկարում։ Երեխեք ջան, այդ բաները չգցեք։ Սպասի քեզ էլ տամ սրանից նոր։ Մեր վարչապետն է, մեր վարչապետը կմնա ոնց Իրան Փաշինյան մի հատ խնդրում եմ ինձ լսի անցած տարի ուրալը նոր շերտեսն գերիցորեն Սիսյան որ են Էսա մի րոպե երեխեք։ Էլով է նկարվում։ Դուք ասեք լսում եմ։ Ով է նկարվում։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։ Չէ, հա ջան, եղբայր։ 100%։ Չենք երևում։ Ահա, երևացի։ Հա ջան։ Ուրեմն ես ունեմ մի հատ Դեմքը շատ ծանոթ է։ Հիմա չեմ թողեմ մի հատ Քանի բնակիչ կա։ 5000 ուրեմն մեջտեղ Կողքը ինչ գյուղեր կա։ Լուսակուն քաղաքը մեջտեղ սարքեն 1600 Պարոն համարյա 1600 պարոն վարչապետ մատ ասեմ նոր հա Շնորհակալ եմ։ 1600 լուսակունքում է բնակիչ 1100 խաչաղբյուրում է Բանի 5000 էլ մերն է այդ մարզական կենտրոն սարքելու համար ճիշտ տեղը որտեղ է։ Որը նեցնի որ խոշորացված համայնքի մաքսիմալ շատ բնակավայրերի էլի։ Որոշել եք տեղը։ Եղբայր Վարդենիսն մենք կառուցել։ Ակունքի մեկ էլ խաչաղբյուրի մեջտեղում լուսակունքում Լսեք, հիմա մեխանիզմը հետևյալն է։ Մաքսիմալ հարմար տեղ եք գտնում։ Հետագայում էլ համայնքը տրանսպորտային համակարգի միջոցով ունեցանում է, որ սկսում ենք բան անենք։ Էս այս 7-10 միլիարդ ավարտեք, հաջորդիվ արդեն համայնքի խոշորացված տրանսպորտային հարցերին պետք է, որ դպրոցը, մարզական կենտրոնը, մանկապարտեզը,
մարդիկ հասանելիություն ունենան եւ մեծ բարդ։ Չնայած դպրոցի հարցը առանձին ենք լուծելու, որը կրթահամարիր է։ Մենք կամ ծնողներին ենք ֆինանսավորելու, կամ մենք ինքներս բանի համար դպրոցի համար տրանսպորտ ենք ապավել։ Ստեղ եղել է տրանսպորտը։ Իդեալոց մի բան էլ ասեմ, տրանսպորտի հետ կապված մենք մի քանի անգամ մրցույթ դերինք, հաղթող չեղավ, հիմա ստեղծել ենք համայնքային ՓԲ։ Դե ուրեմն տենց, համայնքային ՓԲ-ով Այս ենք հիմա։ մեր աշակերտներն են 2025 թվականի Եվրոպայի չեմպիոններն են։ Շատ ապրես, շատ ապրես։ Եթե դա Նկարվեցինք չեմպիոն, թե չէ։ Չեմպիոն, նկարվեցինք, թե չէ։ Վարդենիսում, եղբայր, Վարդենիսում։ Վարդենիսում կա արդեն, պարոն։ Քանի կիլոմետր է ձեր բնակավայրը հեռու։ Կպած է այդ գյուղերի հետ։ Չէ, Վարդենիսին ինչքան է։ Վարդենիսից ինչքան է հեռու։ Կպած է, չէ, Էй դե եղբայր, Վարդենիս ինչ տարբերություն։ Դե այն կողմից, պարոն վարչապետ։ Դե եղբայր, սկզբից մեծ բնակավայրում պետք է սարքենք։ Ծանրաբեռնվի տեղ չլինի, հետո արդեն գյուղերում, էլի։ Ասենք տրամաբանը նորակառույց դպրոց կա։ Նորակառույց դպրոցի մարզադահլիճ։ Արդեն պետք է գնանք, չէ՞։ Ժողովուրդ ջան, արդեն մեր ժամանակը սպառվում է։ Ինչա գրած։ Դիմումն էլ այեք է։ Մի հատ տվարտիրավ ունեմ բլե, ամբողջ Ինչ եք ուզում, ինչ։ տվարտիր է, Ինչ ամբողջ եք փուլ ուզում։ այեք է։ Ուզում եք ինչ անենք։ Մի հատ տարած ձեր աչքը տենար, մերա հայտ Բա տնեմ տեն հիմա չեմ կարող գամ տենամ։ կարող եմ անցնեք այն միս Չէ, ուշանում ենք, Մարիկ ջան, ուշանում ենք, ուրիշ տեղ ձեր պետք է աչքով տենար։ Այս դիմումը Ես կտանք մերը, պարոն այս Իսախյան, դիմումները ամբողջին հայտ տնել են։ Կբաշխեք օգնականների մեջ, հատ կզբաղվեք բոլոր դիմում։ Ձեր պատասխան էլ Պարոն է, Փաշինյան, ես խնդրում եմ ադնձիլեսի մեր անցած տարի ես Սուքասյան քնարիքն իմ ծառայողի ես, անցած տարի Ուրալը Նուգավսիսյանի ջոն ես չարտու փշուրեղին։ Նոր կարգավորում։ Շնորհական իմ քեզ որ այդ կարգադրությունների սիմվատն սարկա դրածա, 3 միլիոնանա սարկա դրածա, շնորհակալ եմ։ Քեզանից է մեր առողջապահության նախարարից է, հիմի ինտերիեմ բռնվուզա։ Ինչի համար։ Անա ele, ես գինա մեքենա շուրեգի ինչ բերին բարտի կախին, թե ոնց տեսցելին, 3 տարի նստեր արտի։ 6 երեխա ունի, իրան փարոսն կտրած երեխեքների։ Իրան ցանկատուն են լրիվ ցանկատար ջուրն կատում է երեխեքներու վրենա, անջապես ես խնդրում եմ աջակցիս իմ երեխին բաց թողիս հիվանդա։ Անազգանն ասա։ Սուքասյան Ստեփան Որտեղ է նստած։ Արմավիրի քրեակատարողականն ես։ Բնայք չեմ կարող բան խոստանամ, բայց եթե լավ վարք ունենա, գուցե պայմանական բաղաժան։ Բայց արդեն պետք է Մի գնանք րոպե չէ, ինձ պետք է լսեք, որովհետև ես 55 թվից ծնված եմ։ 78 թվին իմ պասպորտը կեղծել են։ Իմ ամուսնու անձնագիր կեղծել են, տղուս տղես մահացած է, ամուսինս մահացած է։ Հիմի կատաստրով ես գոյություն չունեմ որպես Հայաստանի ստեղի բնակիչ։ Չգիտեմ որտեղ են գերը, ինչ են արել, կատաստրն կեղծել են։ Անձնագիր չունեք դու։ Անձնագիր ունեմ, կեղծած անձնագիրն։ Տեղակ է։ Իմ մահաց Մի հատ պարզեք ինչ։ առանցան իմ մահացած տղուն գրել են ուրիշ շենքի վրա։ Սենց դեպքերում ախր գոնե գրավոր ասեք, որ գոնե անազգան մի բան։ Ես 5-6 անգամ տվել եմ ձեզ նամակը։ Ինձ անձամբ ինձ։ Տվել եմ, հա, ինչքան որ եկել եք Շատ լավ, ձեր մոտից տարել։ ձեր անազգանը մի հատ ասեք։ Եղազարյան Անահիտ Արմենակի։ Հասցե։ Լեռնագործների է, բայց տվել եմ։ Լեռնագործների է, բայց իրանք այստեղ խնդրեմ ունենք, որ մարդը անձնագիրը փախստական են գրել։ Փախստական են Շատ լավ, փորձենք հասկանալ։ Դու ասեք, ես ոնց կարամ ձեզ ազգային Հիմա նախարարին ես դիմեցի, որ նախարարը մի հատ ճշտի։ մի հատ ճշտի։ Ժորժ ջան, պետքա գնանք արդեն։ Չէ, արդեն։ Եղբայր, արդեն ուշանում եք։ Չանեմ, որ այդ ռազմային ընթացք դրվի։ Եղբայրի գրավոր մի գոնե թուղթ տվեք։ Հայտնի է։ Մի գոնե թուղթ տայիք, էլի։ Բարև եղբայր։ Հա, նկար։ Ո՞վ է նկար։ Որտե՞ղ։ Զինվորի տանը, որ հանդիպեցի Սայլակի վրա, որ մեզ ստացի, հիշեցիք։ Հա։ Ինչա պետք անել, ինչ է կարող ես ունեմ երկու խնդիր։ ասեք։ 70,000 դրամ վարկեմ ունեցե, ապրիլյան պատվեր մասնակից, հիշեցիք ինձ լավ, այնով որ ասեցի։ Զինվորի տան ամսու 28-ի վրա, հիմի աճելա էլ է 5 միլիոն էտի, համեր բնակարանը սերթա գրված են բնայում 10 տարի է, բայց ապրում եմ անորոջս հետ։